Եվ պարոնայք, երեկոյի հաղորդավարներ Գարիկ Բաբոյան և Ռոբերտ Մարտիրոսյան։ Բարի երեկո բոլորին, կասկածելի երեկոն կրկին եթերում է շատ հետաքրքիր և կասկածելի հյուրերով, այսօր էլի կլսենք ստեր, հետաքրքիր պատմություններ և ինքներս կորոշենք դրանք ճիշտ էին, թե ճիշտ չէին, բայց մինչ այդ ներկայացնենք մեր սիրելի հյուրերին, ովքեր իսկապես էստեղ են և նրանց մեր կողքին լինելը ճիշտ է, Ռոբերտ։ Գեղեցիկ, սիմպո, ինչու չէ նաև կրքոտ, հյուրեր են, նրանք միասին կերտում են հայկական սեքսուալության սիմվոլը ինձ համար, բազմաթիվ աղջիկների սիրելի, բազմաթիվ այսքանը, Հանգիստ կարող էլի աղջիկների էլի նաև ոչ սիրելի, Սուրեն և Մագա, մատ բարձր ծափարում ենք այս գեղեցիկ զույգին, Բարի, ինձ մոտ էլ զույգ է նստած, մարդիկ ովքեր այլապես առանձին կարելի ասել չեն էլ ընկալվում, իրենք որպես զույգ են ընկալվում ու դա հենց իրենց դիրքավորումն է եղել սիրո դաշտում։ իրենք իրար հետ են։ Այո։ Բավական երկար ժամանակ։ Այո, մարդիկ ովքեր երկուսը մեկ դարձած այստեղ մարդիկ են նստած, դրա համար ես էլ միանգամից իրենց այդպես էլ ներկայացնեմ Ռիփսիմե եւ Գրիգոր։ Ես ծանոթացնեմ առաջին փուլի կանոնները եւ սկսենք։ Բայց սիրով էլի, սիրով արադա։ Սիրով ներկայացնենք այսօր ամեն ինչը։ Մասնակիցներն Օ։ իրենց արժև դրած թերթիկից կարդում են պատմություն։ Թերթիկի վրա կարող է լինել պատմություն, որ իրոք նրանց հետ պատահել է, կամ պատմություն, որ գրողը տանի նրանց հետ կապ չունի, եւ մասնակիցն այն կարդում է իր գեղեցիկ աչուկներով առաջին անգամ։ Թամադա է ավելի շատ։ Անկախ ամեն ինչից մասնակիցը պետք է այդ պատմությունը ներկայացնի իբրև իրականություն եւ չբռնվի։ Ճիշտ պատասխանը մեկ միավոր է, բայց սխալ պատասխանի դեպքում միավոր ոչ մի թիմի չի գնում։ Հասկացանք։ Հասկացանք։ Ես գիտեի գոնց։ Սկսում եք դուք։ Գրիգոր աղա։ Օ, Գրիգոր աղան է։ Օ, ես եմ սկսում։ Եթե ուզում ես, եթե չես ուզում կարող եմ ես պատասխանատու։ Դե բա։ Մի անգամ սցենարի մեջ հատուկ գրել եմ, որ իմ կերպարը գնում է ռեստորան, որ լավ հաց ուտեմ։ Օ, լավն էր։ Հատուկ գրել է, հասկացանք, չէ՞, հատուկ գրել է իր կերպարի համար, որ կուշտ փորով հաց ուտի։ Որ նախագծի շրջանակներում էր դա հարգելի սոված։ Նախագիծը Որովհետև եթե կներես, եթե իմանայինք, մենք ստեղ գրեչկով բանկով սեղալը։ Դա արդեն կազմակերպած կլինեիք, հա։ Full house-ը, այո։ Չէ, քանի որ ես չեմ սցենարիստը, թե չստեղ հաստատ ինչ-որ բան դրած կլիներ։ Հասկացա։ Բնականաբար full house-ի մասն է խոսքը։ Full house-ում ես ոչ միայն գրում էի, որ սոված եմ, այլ նաև գրում էի, որ հոգնած եմ եւ օրինակ Մուշեղը ամբողջ եթերաշրջանի սերիայի ընթացքում կարող է պարկած լիներ, բազմոցին քնած լիներ, ոչ մեկ չկարողանար արթնացնել։ Կհիշեք տենց սերիաներ երևի որ տենց Կա սերիաներ եղել է, որ միշտ քնած է։ Իսկ կերել է հեչ Մուշեղը։ Այդ հիշեք, որ ես այդ օրը միշտ հոգնած եմ եղել, դրա համար գրել եմ, որ Դե կարող է։ Հա, հետո գրեցիր, որ Մուշեղը մտնում է տուն, տեսարանը ես ուզում հասկանամ։ Չէ, մեծ այդ քնածն եմ հիմա ասում, հիմա ուտելը, ուտելու սերիա է եղել, որ ես ուզում էի նորմալ հաց ուտեի։ Իսկ չի եղել սերիա, որ ինչ մնաց տանում եմ տուն սերիա։ Այդպես տարբերակներ էլ է ֆրում։ Մերսում։ Ինչ ասես կա, տարբեր տարբերակներ կա։ Մուշեղը Ասեք այդ օրը ինչ ընդհանրապես տրամադրության չի մեջ եղել, որ լինում է, այդ օրը։ Մենք տեղ ենք եղել հրավիրված, քանի անգամ Մուշեղը չի եղել, սցենարից հանել է իրան ու գնացել։ Իսկ եղել Մուշեղը պետք է լեվի գնա։ Մուշեղը պետք է մի 5 աղջկա հետ մի 10 տուն Չէ, չգա։ այդ մեկը չէ։ Այդ Ռիփջան ես ինչ անեմ։ Սցենարիստ է։ Ապեր ես գրում էի գալիս տեղ մեջ ջնջելա։ Ջնջել է այդ աղջկեքին։ Ու տենց հատուկ գրել ենք, տենց Գարիկի հետ էլի իրար հետ նստած ենք, ասացինք ինչ անենք, մենք նորմալ հաց ուտենք սյոմքի տեղը, ասենք տենց թեթև տենց սյոմշնեն լանչերից չուտենք, նորմալ նստենք։ Ինչ գրեցիք, մենյուն ինչ էր։ Մենյուն նորմալ, խորովածով, բան տենց ինչ-որ քյուֆթեն, բան Քյուֆթը երկարա։ Քաբաբ հոտա ցույց տալի։ Ասեմ ավելի։ Քյուֆթեն, տոլմեն, երկար։ Քաբաբը։ Բան է, փլավը։ Ես հաճախ նմանատիպ բան անում եմ, որովհետև իմ ազգն է, իմ հանդիսատեսն է։ Ես ուզում եմ նրանց հետ խորհրդակցեմ։ Դավա։ Եղել է տենց բան, երեխեք։ Մատ ձերք բարձրացրեք ջոկեն, ոնց ասեք տենց անում եմ։ Եթե պարտվեցիք Ոնց ասեմ տենց անում եք։ Հիշելու եմ, ես Ճիշտ ավելի դուք կողմ եք, հա, այո որ ասենք։
Մի րոպե։ Պատմությունը ճիշտ է թե սուտ։ Եղել է բայց սուտ, այս պատմությունը ճիշտ է թե։ Ես կարես սենց անել, ես Իհարկե կարա վերջի։ իրանալ։ Ո՞ց, դա բայց մենակ ես իրավունք ունեմ, սիրում եմ ձեզ։ Սիրում եմ ձեզ։ Այս էլի Գարիկին բան չանեք, որտեվ ես եմ սա արդեն նորամուծություն է, էսի մցրել եմ վերջին երկու հաղորդումը։ Ես եմ օգտվելու, իմ հեղինակայինն է։ Ես ինչ եմ մցրել։ Գարս եմ նայում եմ ինչա գրած։ Բայց մենակ ես կարամ, եթե դուք չանեք։ Մի խոսքով սկզբից բարձրացնում են ձեռք այն մարդիկ, ովքեր հավատում են այս պատմությանը։ Իջացնում են, ովքեր չեն հավատում ավելի շատ է։ Համաձայնվենք մեր հայ աղջիկների, հայ տղաների հետ։ Ես ձեր ցավոտոնը։ Մենք ասում ենք, որ պատմությունը սուտ է։ Վստահեք, Սուտ է։ էսի արդեն այն բանն է։ Սուտ է, հանդիսատեսը full house սիրո։ Վստահեք։ Full house սիրո։ Սուտ է։ Շատ Արա սուտ է։ Սուտ է։ Իմ հանդիսատես, իմ հոգու դարման։ Գարիկ ջան, խնդրում եմ մեկ միավոր մեզ Հոգու դարմանը ինձ ինչա տանջում։ մեկ միավոր մեզ գրի եւ խնդրում եմ գնա վերին գիտե։ Մեր գործընկերն է Վիվան։ Օ, վիվա։ Նա առաջարկում է Voyage 30 ծառայությունը։ Ակտիվացրեք 3000 մեգաբայթ ինտերնետ տրամադրող Voyage 30 ծառայությունը ընդամենը 4000 դրամով։ Դու այսքան ճանապարհորդում ես, Ռոբերտ։ Ես քեզ տեսել եմ ընդամենը 1 մեգաբայթ ինտերնետի համար, ինչպես ես դու մուրում ընկերներից հոթսփոթեր։ Ոչ, 4000 դրամ ընդամենը տալիս ես, ակտիվացնում ես 3000 մեգաբայթ ինտերնետ։ Ծառայությունը հասանելի է աշխարհի 70+ երկրում, այդ թվում Եգիպտոսում, Իտալիայում, Հունաստանում, Վրաստանում, Ավստրիայում, Կիպրոսում եւ այլուր։ Օ, Այլուրը լավ երկիր է։ Այլուրը ես եղել եմ Գիտեք, Այլուրի մայրաքաղաքը գիտեք որն է։ Վիվան։ Այլայլուր։ Չէ, լուրջ լավ տեղ է, Այլուրը գնալ եմ, ուղղակի վիզան է դժվար տալի։ Այլուրը։ Այլուրի դեսպանատուն եղել ես։ Ինչ տվես իներժեց։ Իսկ եթե դու մտածում ես 3000 մեգաբայթը սպառվել է թե չէ, որտեղից իմանամ, պետք չի ինձ անհանգստացնես։ Պարզապես հավաքում ես Աստղանիշ 107 Վանդականիշ եւ իմանում ես ինքնուրույն։ Ես դա գիտեի դբո։ Viva! Ձեր քաշիր ընկերներից հետ Ռոբերտ։ Ես իդեպ մի կարող է փոքրինչ ուշացումով ուզում եմ շնորհակալություն հայտնեմ Viva-ին, գիտես ինչի համար։ Իրոք ինձ համար ես եկել եմ Երևան, նոր եմ դա իմացել, մեծ խոնարհում եւ շնորհակալություն։ Ես որ Դուբայում գերի է ընկել եւ չէի կարողանում գայ, այդ մեկ շաբաթվա ամբողջ ռոմինգը անվճար էր։ Մեգաբայթեր, զանգեր, Viva-ն հատուկ են մարդկանց համար, ովքեր Դուբայում եւ այդ տարածաշրջանում գերի էին ընկել, նվիրաբերել էր ձրի մեգաբայթեր ու րոպեներ։ Գնա ու մտածի։ Չգնա ու մնա։ Գնա ու մնա։ Լուրջ եմ ասում, ես եկա, գիտես, ամի 50000 պետքա վճարեմ, են ասին Ռոբերտ, դու ոչի բան չունես վճարել։ Բայց գիտես ինչի չեն գովազդել։ Որտեւ գիտեն, որ դու հետ չէիր գա։ Մեր գործընկերն է Mobile Center ընկերությունը, որը բջջային հեռախոսների վաճառքով զբաղվող ամենամեծ ցանցն է Հայաստանում, հանդիսանալով Samsung, Nokia, Apple եւ այլ հանրահայտ ապրանքանիշների պաշտոնական ներկրող Հայաստանում, Mobile Center-ը հաճախորդներին առաջարկում է միայն որակյալ ապրանք, տրամադրելով պաշտոնական երաշխիք անմիջապես ումից Արտադրող։ Այ ապրես բացվել ես դու արդեն, իդեպ Mobile Center-ից կարող եք ձեռք բերել նվեր քարտ եւ հնարավորություն տալ մտերիմներին, որ հենց իրենք ընտրեն իրենց նվերը, այլ ոչ թե ձեր անճաշակ նվերները առնեք տանեք տանք իրանց։ Մեր թիմից իր պատմության հետ գծամոթացնի Մագան, մենք տրամադրված ենք քո նկատմամբ արդեն։ Yes. Տրամադրվածություն լավացած ենք։ Բայց զգուշ Մագաջան։ Բայց դա չտենան էլ են կողքից Էլենը։ Դեմից ասում սուտա։ Սուտա։ Բայց մի վարք եմ, ինչև կարդալը։ Համաձայն եք որ սուտա, ժողով։ Ով է համաձայն որ սուտա։ Բայց իրավունք չունես, սա իմ մոնոպոլիան է, բայց ով Բայց չէ, քոնը պատմությունից հետո է, պատմությունից առաջ ես եմ։ Լավն է, դա տիպը է, էսի։ Կարող եմ։ Սկսեցինք, այս ընթացքում հասած մտածող աշկերը բռնեցիք։ Երկար ժամանակ բոլորին պատմել եմ, որ Լիլիթ Կարապետյանը մամայի զույգ քույրն է, ում հանձնել ենք մանկատուն։ Լիլիթ Կարապետյանը մամայի զույգ քույրն է, Ում հանձնել ենք մանկատուն։ մանկատուն։
Դուք դու էլ Լիլիթ Կարապետյանին եք հանձնել մանկատուն։ որ Լիլիթ Կարապետյանը մասնախոսքը երկչուի։ Այո, Ալավերդից նույն ինքը։ Սիրո քամին։ այո։ Թողմազերը։ Բայց երկենք էլի գոք, գնացինք։ Սիրո քամի, թողմազերը իմ գուրգուրի։ Գուրգուրի թե համբուրի։ Համբուրի երևի լավ է։ Ուրիշ երկ, որ ես էլ հիշեմ։ Հա, օքեյ, ես պետք էր հաստատ։ Էս բայց այդ գիտես ինչ է արեց, որ այդ արանքում մի հատ Մագան հասցրի մտածի, էս ինչա կատարում։ Արդեն մտածել է թող։ Արդեն տես ինչքան ժամանակ։ Հա, հիմա ասա։ Հա։ Մամայից նմանություն ուներ Լիլին, ու բավական նման էին, շատ նման, մինչև հիմա, մինչև օրս։ Օ, Նման է զոնքաչին նման է։ Այո։ Հա։ Ես մեկ-մեկ դիլոյին տենում, տենց զոնքաճի տեղ։ դրանք այդտեղ չեմ բարևում։ Հա, հետո Ու որ դե փոքր երեխա եմ, տենում եմ որ մամայից շատ նման է, պապիկս միշտ ասում էր, գիտես չէ, իմ մյուս աղջիկն է, մամայից զույգ քուրն է, տվել եմ մանկատուն։ Օ, Ու տենց ես էդին ֆիքսել եմ, որ ինքը մեծացա։ ապապիկը կատակար է։ Ինքը բոցավիկ էր, հա։ Հա, բավական։ Տենց մի հատ էլ բան կար տունը, պատատվող խոսակցություն, որ նանան էլ է մյուս քույրը, իրան էլ ենք տվել մանկատուն, երկրի նանան։ Լուրջ ես ասում։ Հա։ Նանան է Բայց ես ավելի հավատում եմ Լիլիթ Կարապետյանի վարկածին, որովհետև նման են, իրոք նման են։ Ուղղակի Ուրիշ վարկածներ չեն նանան, որ Նանա Կարապետյանն է, մամասը Նայրա Կարապետյանն է, ասում էի դե լավ զույգ քրել են, Նանա Նայրա են դրել։ Հա, մամա Ու Լիլիթն Կարապետյանն էլ է։ է Կարապետյան, հա։ Ոնց ասած, բայց քանի որ Լիլիթն էր շատ նման, Նանան մենակ մազերի գույնով, այդ միլիռով կարած, մի խոսքով հավատացի Լիլիթին ու ինձ այնքան էր դուր գալիս այդ, որ ես երկար արդեն 19 տարեկան հասուն կին, տենց ասել եմ հա մամայի զույգուրն է, բայց էլի ասում եմ որ մանկատուն ենք տվել։ Կներես այդ հազունքնից հետո ես ոչ մի բան չեմ լսում։ Սուտա։ Լիլիթ Կարապետյանին հանդիպել ես երբևէ։ Ես հա վերջերս Մորքուրին Այդ հարազատ բան զգացել ես։ մի բան ասեմ, ուրեմն այս ամեն ինչը դե մամաս ոչ չգիտի, որ ես այդտեղ այնտեղ ամբողջ օր ասում եմ որ Լիլիթ Կարապետյանը մամայից քուրն է, տվել ենք մանկատուն, բան։ Մամաս որ Լիլիթ Կարապետյանին տեսնում է այտենց աշխատանքի բերումով, իրար հետ նկարվում են իրար որպես նմանակներ, բան, ասես ջերմ քուրիկների պես, ես պատկերացնում եմ որ Լիլիթ Կարապետյանը այդ խոսակցությունը իմացած լիներ էլի։ Ինչ է կարծում ես պատմությունը Ռիփսիմե ջան։ Ինչ կարծես Ես մտածում եմ կարա այս բանը եղած լինի, որտեվ որպես Ճիշտ է կարծում ես։ Ճիշտ է, Ռիփսիմը կարծում ես դու ճիշտ է, հա։ հավատացրել են իրան ու ինքը հավատացել ասել է ու հավատացել է։ Դու ինչ ես կարծում։ Դուք ժորա։ Սելիս, ես կարծում եմ, որ սա սուտ պատմություն է։ Օ, դու չես համաձայնվում կնոջդ հետ։ Համաձայնությունը է սիրող ընտանիքում, սա առաջին անգամ մեր եթերում, դե Instagram-ում sense բան չեք Չեք տեսնի տեսնի, դու։ իհարկե։ Ուր կորավ այն Սկանդալային բանաստեղծությունները, որ ձոնում ես դու, պետք է համաձայնվես։ Որտեղ բոլ Ոչ։ Հիմա վաղը նոր բանաստեղծություն այ անի։ որ կողքը Դու ինձ չհավատացիր, սիրելիս։ Բայց ես արդյոք բայց լավ է գարիկը կար, ես էլ եմ մտնում Բարը բանաստեղծ։ գարիկը կար, որ ասաց ինչ ասաց։ Ես Ռիփսիմեի հետ եմ համաձայն։ Սիրելի ընկեր, ես վերջում եմ հիմնական քո վրա մնացած պարտականությունը մինչ այսօրը որ դու ես համաձայն լինում, ես էսպայն ես եմ գոքորը, ես եմ քո գոքորը էսպայն։ Որպես աս ես վստահում եմ քեզ, որովհետև դու այս հաղորդման մեջ եփված անձնավորություն։ Այ անհնար է ես սխալ։ Անհնար է, տենց շանս որ ես սխալ ասում չի Դու շատ եղել։ լավ կիմանաս։ Ես էլ եմ Գարիկին վստահ։ Գարիկին վստահում ենք։ Ես ու Ռիփսիմեն կարծում ենք այս պատմությունը ճիշտ է եւ մենք մեծամասնություն ենք եւ ակնկալում ենք կանաչ գույնի։ Բայց հիշեք, որ ես մի հատ Հիշում իմ ենք։ կարծիքը ունեցել եմ։ Դու վատ կլինի, որ ճիշտ լինի։ Այո, այս պատմությունը ճիշտ է Ինտուիցիան, հա, Լիլիթ Կարապետյան ջան։ Այո, այո։ դուք եք հարգելի Գարլդ։ Հակուստ հարթուկելուց Օ, ես հարթուկում եմ միայն այն մասերը, որոնք երևում են։ Այմա, այս Ճիշտ է, մի անգամից ասեմ։ Չեմ կարող ցույց տալ։ Չեմ կարող ցույց տալ։ շաբիկիդ մեջքը ճմրթված է, հա։ Այո։ Դե որ հարթուկացել լիներ հիմա ճմրթ։ Հա, հիմա ճմրթված, իսկ իմաստը ինչն է, ավելի օպերատիվ եւ արագ։ Իմաստ չկա։ Եթե երևում է մենակ այսքան կողմը, եթե մենակ այսքան կողմն է երևում, իմաստը ժամանակ ծախսել մեջքը կողքերը հարթուկելու, որտեվ ինքը իրականում ֆունկցիա չի կատարում
հարթուկել առասակ։ Ինքը ոնց որ հորինած տրենդ է եւ մեր վրա վաճառում են թանկ ապրանքներ, ինքը մարդու կարիքի մեջ չի մտնում։ Ես դեմ եմ հարթուկին առասարակ։ Քո հակոստը դու ես հարթուկում թե Մարիանն։ Երբեմն։ Մարիան։ Երբ որ օրինակ Մարիաննան է հարթուկում։ Լրիվ արտուկում, հա։ Կամ մայրս է հարթուկում, ես օրինակ ասում մենակ այդ մասը հարթուկեք, օքեյ է։ Հա։ Չէ՞ դե ասում են ախր այս գրպանների մասը, ասում երկար շապիկ ունեմ, փակելու է գրպանները, իմաստը որն է։ Լինում է կոնֆլիկտ, բայց երբ որ ես մենակ եմ լինում, հանգիստ իմ համար չեմ հարթուկում։ Ես առասակ կոչ եմ անում բոլորին նույն կերպ անել, համ հոսանքը կխնայեք, ու դրա համար չեմ անում, բայց ժամանակը կխնայեք, համ էլ անիմաս, որտեղ մեկը ճմրթվելու է, էլի։ Հասկացա։ Սուտ է պատմությունը։ Իջա։ Սուտ։ Սուտ է, դու ինչ ես Ես կարծում։ էլ եմ մտածում Սուտ է։ սուտ է։ Լսեցիք։ Հավանական բան է, բայց Սուտ է։ Խոսքի Գարիկը զանգել ասել ես նա պատմություն ունեմ, էսի գրեք։ Հասկացա, լսում ենք հիմա հանդիսատեսից։ Այս պատմությունը սուտ է թե ճիշտ։ Ձերքերը, չեմ տեսնում։ Մենք կարծում ենք սուտ է։ Լավ։ Զենոբ Ես դու ուզեցիր սա անենք։ Մենք կարծում ենք որ այս պատմությունը սուտ է։ Լուրջ Եթե նույնիսկ սուտ եղավ, բայց ճիշտ մոտեցում չի ես առասակ շորերին։ Սուտ է այս պատմությունը։ Իսկ այս պատմությունը ճիշտ է։ Ասում ենք ճիշտ է։ Հեյ, բլեդ սուս մնար, հանդիս ճիշտ էին ասում։ Բայց հանդիսատեսն էր ասում սուտ։ Սուտ է ասում։ երբեք չի Արա սխալվում։ մեծ մասը չէր ասում ճիշտ է։ Ես ձեր ցավը տանեմ։ Նիա։ Իսկ ձեր հետ Այո։ Ես ձեր ցավը տանեմ։ Մեր հաղորդման գործընկերն է էքստերիեր խանութների ցանցը։ Այստեղ միավորված է լայն եւ արդիական տեսականի ստեղծված ամենատարբեր նախագծերի համար։ Էքստերիերում գործում է ճկուն զեղչային համակարգ, որը հնարավորություն է տալիս ընտրել լավագույնը, առավել շահավետ պայմաններով։ Տեսականի մշտապես թարմացվում է, համապատասխանելով դիզայնի նոր միտումներին։ Ձեր տունը դիզայներական ոճի է։ Նոր միտումներով է։ Նոր միտումներով է ավելի շատ էքստերիերի հետ դուք կստանաք ձեր երազանքի ինտերիերը։ Եվ ես Գարիկը համավարակի տարիների ընթացքում ժամանակ վարում ենք տանը լայվը։ Եվ այնտեղից ես ամեն հաղորդման համար screenshot եմ անում նկար հին եւ բարի 5 տարի վաղեմության։ Եվ ուզում եմ այսօր այս նկարը տեսնեք։ Ինձ ավելի երիտասարդ, ավելի Հիշում եք ինձ, ես եմ երեխեք։ Հա, տանը լայվայի ժամանակ։ Այո, տանը լայվայի ժամանակ, իսկ Գարիկ ջան, հիշում ես սա ինչ էր։ Մալևիչի նկարներից։ Այո, դու էքստերիերին այդքան էլ չես սիրում ի տարբերություն, այո, 3D պանելներ են, որոնք կարող ես Բարիպետը եւ Մարգարիտան, դա Բարիպետը եւ Մարգարիտան, դա դու ես, 3D պանելներ են։ Այո, ներկում ես քո ուզած ցանկացած գույնով կամ հենց սպիտակ ես օգտագործում եւ կարող ես գեղեցիկ պատ շարել։ Դու պատ շար ես ինձ համար։ Էքստերիեր Միշտ պատրաստ։ եւ 3D պանելներ։ Փոշեկուլի ձայն եմ հանում, որ հարևաններս մտածեն, թե ես մաքրասեր եմ։ Ես կուզենայի ամենաառաջին լսել այդ ձայնը, հետո շարունակենք խոսել։ Իսկ դռելի ձայն չես անում, որ հարևանները մտածեն, որ նկարներ են։ Աշխատասեր եմ։ Չէ, ժողովուրդ, հիմա որտեղից սկսեմ, ասեք։ Փոշեկուլի ձայնն ենք ուզում լսել բոլորը։ Դե մի ծիծաղեք։ Ես մի երկու բան քաշի։ Գիտես ինչ քաշի, որ միամիտ մանրադրամի վրա ես դուս գալու, կտկտալով է բարձանում է։ Եմ որ թուղթ է հետո կպտում, ես ձեռքով եմ անում, որ թուղթ է, ինչ-որ նմանատիպ ձայներ։ Okay, ես քանի Սա փոշեկուլի ձայն է, ուրիշ հարց է։ Okay, ուրիշ հարց, իսկ հարևանները հարևանները ձեն հանես, կատվի։ որ մակրասեր կատվի։ Մակրասեր կատվի։
Չէ, իսկապես, մենակ փոշեկուլով ես ուզում մակրասեր թվալ, թե նաև լվացքի մեքենայի ձայնը։ Չէ, լվացքի մեքենա չէ, ես հիմա չեք հարցնում ինչի եմ սա անում, որովհետև բանը լույս չի լինում, ավելի ձայն ես անում։ Դե ավելի չէ, ավելի մի քիչ ինքը ավելի լրակյաց բան է, մակրություն է, հա, այդպես բանձում, չէ, փոշեկուլեմ, բայց ասեմ ինչու է սա եղավ։ Ուրեմն հարևանս միշտ գալիս էր, ասում էր կյանքում Ռոբերտ ջան, կյանքում ձեր տնից ասում փոշեկուլի ձայն չեմ լսել։ Ու անընդհատ տատիկ էր, իրականում ինքը ավելի շատ ոնց որ պրանկ եւ հումորային կատարում էր, էլի, որովհետեւ ես պատին մոտ էի անում, ինձ ընդհանուր պատ ունեինք, այդ պատի մոտ, ու միշտ ասում էր դու մակրասեր չես, դու մակրասեր չես, ասում եմ ախր ես մակրասեր եմ, ու փոշեկուլ չունեի ես։ Տատիկ էր ասում։ Այո, տատիկ էր ասում, հա, տատիկ էր ասում, 70-75 տարեկան տատիկ էր։ Դե որ ասում ես մակրասեմ չասում, ինչ։ Չէ, լսողություն լավ էր տատիկի եւ ես փորձեցի մեկ անգամ եւ ես փորձեցի մեկ ամիս փոշեկուլի ձայն հանեմ, որ ինքը ինձ արդեն ասի, այ լսել եմ արդեն փոշեկուլի ձայնը, դու սկսել ես մաքրել տունը, իսկ ես ասեմ, սա փոշեկուլ չէր, ես էի ձայնով անում։ Տեսակ որ դուք բռնվեցիք, որ կարևոր չէ ձայնը եւ կարևոր չէ այդ փոշեկուլի իրականությունը, ուզեցի, բայց տենց էլ չբռնվեց, բան չասեց։ Չէր լսել երևի։ Ես ուզում եմ ոնց որ դաս տամ նրան։ Լինելով երիտասարդ։ Իսկ երբ էր այդ ուզում եմ հիշեմ, երբ էր դա։ Դա մի 20 տարի առաջ։ Հիշեմ։ Ուսանողի վարձով էի ապրում։ Նկատի ունեմ, որ ես հիշեմ, տենամ։ Ես ուսանողի վարձով էի ապրում։ Շրջանից եմ ես։ Ուսանողի վարձով եմ շրջանից եկել էի Երևան։ Եվ ես դաժե հիշում եմ որտեղ էի վարձով ապրում։ Այո։ Պարոնյան փողոցում։ Պարոնյան փողոցում, այո, Գրիգորի հետ մենք նույն ուսանողական ընկերներ ենք, հարգելի Ռիփսիմե եւ ուսանող տարիներին ես կասեմ նա ինչեր է արել։ Բռնվեք դուք։ Ուսանող էի, այո, եկել էի շրջանից, ես արմատներով Լորվա մարզից եմ, եթե քիչ մարդիկ գիտեն։ Եղել է որ տատիկը գա, ասե երեկետին աղջիկ էր բերել, բայց բարձվի դու ձայներ էր անում։ Եղել է դու որպես լավ դե ցկած, եղել է, ինչ մեղ կստացեմ, եղել է ամեն օր։ Եղել է, փոխեցման։ Եղել է որ այդ աղջիկը անի փոշեկուլի ձայն, իբր մակրող աղջիկ է։ Եղել է։ Սետիկի տատին ասե այդ ինչ աղջիկ էր բերել որ ձայն։ Չէ, դա կատակ եմ անում, բնականաբար դա չի եղել, պատմությունը միայն վերաբերվում է փոշեկուլին։ Դե ինչ է կարծում ընկերներս, պատմությունը Ռուփսիմե ջան։ Ես Ռոբին իմանալով կարա տես ձայներ հանի, բայց որ տատիկին ապացուցելու համար։ Ապացուցել իհարկե այդ բառը չկար այն ժամանակ կներեք պրանկ բառը 20 տարի առաջ չկար, բայց դա մենք ու չգիտենք ինչ։ Այո, դա պրանկի, գիտեք ինչ պրանկի ոնց որ ծնունդն էր, այո։ Բան էր անում, չէր հասկանում։ Այո, ես վերջերս հասկացա, արա դա պրանկ էի անում։ Պրանկացին եմ դեր։ Այո։ Ես հիշում եմ որ եկալ ասացի տղեկ երեք մար։ Դրա բառը չկար, այո։ Տատի վրա մար է։ Չէ, բառը ստեղծվեց։ Ինչ չեմ հավատում։ Ես սուտ բան եմ տեսնում ես։ Դու ավելի լավ գիտես։ Սուտ բան եմ լսում։ Մանկությունից։ Լսում։ Առաջին բանը, նայ, պրանկը հասկանում եմ, որ դու այդ պրանկը կանեիր, բայց դու ավելի ուժեղ պրանկ կանեիր, էլի հաստատ։ Այն ժամանակ թույլ էի։ Թույլ ասում պրանկ, ես բացված չէի։ Այն ժամանակ բացված չէի։ 300 վատանոց կաներ էլի։ Էվա դուրս դու այն ժամանակ բացված չէիր։ Okay։ Հետո կպատմեմ ինչքան բացված էր։ Չէ, թույլ բան ես պատմում։ Ավելի ուժեղ բան կմտածեի։ Սուտ է։ Սուտ է, հա, կարծում ես։ Ցավոք։ Օ, ընտանիքում ստեղծվեց կոնսոլիդացիա։ Վերջապես իմ իմացած Ռիփսիմեն եւ Գրիգորը Կարող է բախից իմ կողքը նստած են։ Ես չեմ կասկածում իրենց ասածների վրա։ Չէ, ես ձեզ հետ համաձայն եմ ընկերներ եւ ես էլ ձեզ հետ միանգամից պատասխանում ենք։ Այս պատմությունը սուտ է։ Ինչքան քիչ բան գիտեք դուք իմ մասին։ Բայց որ արած լինի, ինչ է։ Կարա արած լինի։ Շատ քիչ բան, ես այսօր։ Բայց որ արած լինես, ասենք, ինչ ես արել։ Եթե արած եղավ, այս ամբողջ տաղավարը մաքրել ես տենց։ Որ դու պես բան ես արել։ Իրականում Որ տես թույլ բաներ ես արել։ Իրականում այս պատմությունը հարգելիներս։ Ճիշտ է, չէ՞, ով էր ասում ճիշտ է։ Ապրես։ Այ ամենալավը դու ես ինչ ճանաչում։ Այս պատմությունը սուտ։ Դա ինչ է։ Ես դարձա լորեցի։ Արա դու չգիտեմ կներեք։ Դա ինչ ձեներ անում, նորմա։ Ասես դες շրջանից եմ լորեցի, մի կուրսից եք, չէ՞, մի տեղ նույն տեղն եք սովորել։
Մեր հաղորդման գործընկերն է Step by Step գրուպը, որի Step Construction նախագծին դիմելով դուք ստանում եք պատրաստ, մտածված եւ բարձրորակ վերջնական արդյունք առանց ավելորդ հոգսերի, իրականացնում է առանձնատների, բազմաբնակարան շենքերի, հյուրանոցների, ինչպես նաեւ բնակելի, հասարակական եւ արտադրական նշանակության տարածքների շինարարական աշխատանքներ։ Դիմեք Step by Step գրուպ ընկերությանը եւ քայլ առ քայլ դուք ունենաք ձեր երազած այդ բոլոր թվարկածներից։ Մարդկա որ տոնա ուզում, ամուսնական զույգեր ես գիտեմ որ կան, բնակարան նոր ուզում եք տեղափոխվել։ Դիմում եք Step by Step-ին, ես գալիս եմ ձեր տանը որպես պարարան։ Անկեղծ անվճար կգամ եւ ինչ։ Փոշեկուլ։ Ադազետ։ Լավներ, բայց մա դու հաղորդում ես։ Դա հաղորդում ես դու կմնաս ես գժվա։ Ռիփսիմե ջան, դուք եք։ Ռիփսիմե պատմությունը լսենք, խնդրեմ Ռիփսիմե։ Զգուշ որ չտեսնենք այնտեղ որ գրած է։ Պարարամ, տպամ տարարարարամ։ Ուրեմն ես ունեմ հատուկ օծանելիք, որը ցանում եմ միայն այն ժամանակ, երբ պատրաստում եմ Գրիգորի հետ վիճել։ Ինքը շանհոտ համար 5 է։ Ինչ է։ Շանհոտ, որովհետև ես էլ ունեմ տենց օծանելիք, բայց։ Չէ, Շանհոտ համար 5։ չէ, իրականում շանհոտ չէ։ Ինչ օծանելիք է։ Ինքը այդ հոտը տանել չի կարողանում իրականում ու հենց ես ներվայնանում եմ, զգում եմ, որ պետքա ճիշտ ժամանակն է, որ ինքը ներվայնանա, ես դա ցավում եմ։ Օծվում ես ու ինքը սատանայի պես է, սատանայի պես բանի է, սատանայի չէ։ Այդ զոմբիները որ սխտորի։ Ու սխտորը բանի ցույց է վամպիրներին։ Ու մի բան ասեմ, այդ օծանելիքը մի հատ վատ բան ունի, որ ինքը մնում է հագուստի վրա ու իրան միշտ առնում ես, ովքեր գիտեն այդ բրենդը, գիտեն, որ ես աղոթեմ այդ բրենդին։ Եվ նստում եմ իր մեքենան ու այդ ամրագոտի վրա եմ։ Ես խորտ եմ ճաշերի Եվ շշով խփում եմ գլխի։ Չէ, դա իրան հերիք է, որ ինքը ներվայնանում է, որովհետև պատկերացրեք ինչ տհաճ է այդ գույրը։ Ճաշերի մեջ, Ալբերտոյի վրա, Ռոբերտոյի բան, Անիսա Պաչի։ Ում սիրում եմ վրան ցանում է, սա։ Այո։ Ում Չէ, գիտեմ։ ճաշերի վրա չեմ անում, մի հատ էլ եմ վատ տեղ անում, որ մեքենայի մեջ այդ օթափողիչները, կանթիներների մեջ փչում եմ, հենց միացնում է, եւ ամբարանը եւ բան կարելի է խելագարվում է։ Իսկ ձեր այդ սիրային ռիլերը բան սա սուտ է։ Նայ, ես լավ, Ռոբ, ես ասեմ, տուն չկա որ կռիվ չլինի։ Իհարկե։ Նորմալ է։ Շատ լավն էր։ Սուր։ Ես մտածում եմ, որ պատմությունը սուտ է։ Շնորհակալություն։ Մգո։ Հայկո Մգոն։ Հայկոնը մգո։ Սուրո մգո։ Լսի, գիտես, ես մտածում եմ, որ պատմության մեջ կային ճիշտ հատվածներ, դե պարզահորինելու ընթացքում պետքա ճիշտը։ Դե իհարկե ինքը մանևրում էր կարել։ Ես մի տեսակ չեմ հավատում, կներեք, եթե սխալվեմ։ Եթե Դու սխալվես, կներես, դու կարող ես տուն, տեղ սա պարտվելու են գնալ։ գելես։ Այսն է, չի որ ուղղակի բան։ Ես 5 այլ։ Կոն կա դրած։ Ես 5 այլ եմ, այո, 5 այլ եմ, բայց չունեմ սեփական կարծիք։ Չէ, ինչ ես կարծում։ Ես կարծում եմ, որ ճիշտ է, բայց չեմ ուզում ճնշում գործադրել։ Եկեք այս անգամ հավատանք ձեզ։ Անցած անգամ էլ հավատացիք, ինչ եղավ։ Համատակ ամուսինների, մենք կարծում ենք այս պատմությունը սուտ է, բայց ես մտածում եմ, որ ճիշտ է, բայց այս պատմությունը սուտ է։ Սուտ է։ Ինչ ասեմ։ Իսկ այս պատմությունը, ափսոս։ Այո, ես ապրել Պահել է այբան։ Բայց լավ, ինքը լավ էր պատմել։ Պատմեց, լավ ջան։ իրական բաներ պատմեց, որովհետև մեջ է, էլի, շատ Հա, իրական։ ինչ որ տեց Սաղ գաղտնիքները բաց։ մանևրեց։ Ուրեմն մի անգամ վերցրել եմ Հայաստանի նախագահի մեքենան ու բոլոր ընկերներիս հերթով թույլ եմ տվել քշեն, որ իրենց 5 րոպեով զգան նախագահ։ Որ նախագահի։ Լևոն Տեր-Պետրոսյանի։ Ոնց Լևոն Տեր-Պետրոսյան։ Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանակ երկու ամսական երեխա չէ, դու բայց դուք բարձր եք, Չէ, լավ։ մի րոպե, Լևոն Տեր-Պետրոսյանին մեքենան Ենթադրում, եթե 2003-ից է սկսել մեքենա Ոչ թե վարել։ մեքենա վարել, այլ այն թողարկումը, որ մեքենաների մասին էր։ Ախ, դու աչքիս ուզեցել ես վաճառել Լևոն Տեր-Պետրոսյանի մեքենան։ Ես Քանի որ քո մոտ է եղել, դու նաև զանգել ես ընկերներիդ, ասել ես եկեք Լևոն Տեր-Պետրոսյանի Գիտեք ում ավտոնա մոտը զլեք։ եկեք որպես ձեզ զգացեք առանց լույս։ Բարերը անջատած են քշում։
Զգացեք ցույց։ Իսկ ի՞նչ մեքենա է։ Ինչ մեքենա, այդ հացի մեքենա է։ Mercedes։ Լավ, ես ասեմ։ Ես ավելի շատ հավատում եմ, որ ընկերներիդ կարաս ասես եկեք վարենք այս մեքենան լավը զգաց, բայց որ այդ մեքենան տան, որ դու տենց վաճառես, մի քիչ այ դրան չեմ։ Չէ, լավ, դե փող չկար, այդ մարդու ձեռը փող չկար տվել էր։ Կասպիսա տարած մեքենա, երևի։ Քանի որ այն տարածքը, որտեղ ես նկարում էի մեքենաներ, Տեր-Պետրոսյանի տանը շատ մոտ տարածք է, այսինքն մի հատ Հրազդան ստադիոն։ Իջանք, մտանք աճ, այն է։ Այս վերևը սև տունն է։ Okay։ Առաջվա սպորտ բազա։ Վերևից սեց ավտոն գլորել ասել է, «Նա տեսի ծախի»։ Քոնը։ Հետ ատարը թողելա Հետա սեց արե, վերևից էս թողել է, եկել է։ Hot Wheels-ա էլի, այն բաներով սես տրալով եկել։ Ասել է Սեր Սարգսյանին է։ ու դու բռնել ես որը որ ճիշտ է, մեքենան։ պետք է ասեի։ Ոնց եկա մեքենան քո մոտ։ Ինչ է։ Մեքենան հա, բերել էին վաճառելու։ Վաճառեցիք։ Ինձ չէր հետաքրքրում վաճառքը, ճռռսկանով որ իրականում մեքենաները բերում էին իմ մոտ, ես նկարահանում էի ու գրում էի տիրոջ հեռախոսը համարը։ Այսինքն ես չէի իմանում վաճառվեց թե չէ։ հասկացա։ Այրանք զանգում էին միանգամից Զանգում են տիրոջ հասկացա։ էլի։ Հա։ Հացավտա։ Քանի հոգի Իսկ քանի հոգի է ճռռցրել է։ Հավայ կներես։ Քանի հոգի օգտագործել այդ մեքենան։ Ամբողջ օրներ իմ մոտ այդ մեքենան, չգիտեմ ինչի, ընդհանրապես 5 րոպե էր տևում իմ նկարելը մեքենայի, բայց այդ մեքենան ամբողջ օրներ իմ մոտ, այտենց մոտ ընկերներս, ովքեր այդ ընթացքում շփվում էինք, իրանք բոլորը վարեցին, նստեցին նախագահի տեղը, իրանք նախագահ զգացին, ես վարեցի, հետո ես նստեցի նախագահի տեղը, բան չզգացի։ Լավ մեքենա, ինչ որ յուրահատկություն ուներ, մնացած 500-ներից տարբերվում էր ինքը։ Այո, ինքը long տարբերակներ, ավելի երկար տարբերակներ, Բրոնապատ։ բրոնապատ, այո, հետո դժվար է։ Բրոնապատ, հա, որ սոված մարդիկ չկարողանան, հա։ Այս սոված մարդիկ։ Այս walking dead-ն է ինչ արեցի։ զոմբուլները։ Սա 90-ականներումից պիտի պաշտպանվեն, սոված սառած եւ դրա հաստատած մարդկանցից, որ այնքան են հող ու ծառ Կերը։ պոկե ու բան մեզնից Բացի հերթի մեջ սառած մարդիկ։ մերոնցից, հա, հետո Մենք այդ բախտը։ Լուրջը ասում է, իրոք մերոցից ես էլ եմ համաձայն, իրոք պապուս։ ծնագնդիկներից որ պաշտպանվոր, տվեց ժամանակ ամբողջ տարին ձուն էր, Իդեպ, կապ չունի ամառ էր ձմեռ Այդ էր։ խազը որ կար մի հատ պետ, պապուս խազերից էր տենց։ Մի մատանի։ Ընթացքում ուզեցել է տենց բռնի։ Որ ասում են Արնող ասում է, «Ինչ խազերը, հեչ»։ Չեն ասում։ Թաղամասի մեջ։ Սա մի հատ զոմբի եկավ սոված։ Ինչ է կարծում, այս պատմությունը ինչ է։ Նայ կարա լինի շատ տիատեսական է, հաշվի առնելով, որ այդ ժամանակ Սուրենը շատ ակտիվ վաճառք էր իրականացնում մեքենաների։ VIP դալալ էր։ Դες բան եղել է էլի ժողովուրդ ջան, շատերը կարող է չգիտեն։ Եթե 264,000-ը դե թվում նաև նախագահի մեքենա եմ նկարել։ Արա 264,000։ Չի նայում քեզ էլի։ Որո դես լուրջ ես ասում։ 264,000-ատ մեքենա եմ վարել, Բայց կներես։ բացառապես մի մեքենան ես չեմ վարել, այդ պատմությունը կուզեք պատմեմ։ Չէ։ Ինչ բացառապես մի տեսակի մեքենա չես Չէ, վարել։ այդ մի մեքենան։ Որ Տերը եկավ մեկն վարել ասեց, է ես տղեկ։ վարեմ, որ տենան ես եմ կառնեն։ Ու առան։ Իսկ ով էր տերը։ Հայտնի Եվ ուրեմն ես կվարեմ այս մեքենան։ Ու այդ մի մարդը ասեց, ու վարելու ընթացքում կարոպկեն թափեց ու փչացավ ավտոն։ Ու հետո ինքը մի ամիս հետո այդ մեքենան բերեց, ասեց, կասես սրան ընդհանրապես կլուչ չի կպե։ Այդ ինչ արտահայտություն էր։ Կլուչ հասկացա բանալի այսինքն, հա։ Բան էլի քան։ Ես հասկացա կատակում ես։ Ու ասեցի կքշես դու, որ տենան դու ես։ Կգնեն էլի, որովհետև արդեն աշկս վախեցած էր։ Իսկ ով էր ինքը անուններ։ Ուղղակի դալալ։ Իսկ թվում է ճիշտ է։ Ինձ էլ թվում ճիշտ է, կարա եղած լինի։ Երկու ճիշտը մյուս կարծիքին ավտոմատ դարձնում են առ ոչինչ։ Եվ ես էլ եմ համաձայն, որ այս պատմությունը ճիշտ է։ Ճիշտ է։ Ճիշտ է։ Վստահիր մեզ, Գարիկ։ Այո։ Ճիշտ բան։ Շնորհակալություն։ Կեցեք դուք, Ես կեցեք։ վստահ եմ, որ դուք ճռռացած կլինեք։ Մեծ եմ ճառացրել։ Դու մենակ այդ ավտոն չես ճռռացել, դու այն մնացած 264,000-ատի մասին պատմի։ Ոնց է տղեկ, ապել գիտես ինչ ավտո է եկել։
Մեր հաղորդման գործընկերն է Glovo-ն։ Glovo-ի հետ ամեն ինչ դառնում է հասանելի րոպեների ընթացքում։ Սնունդ, մթերքներ, դեղատներ, նվերներ, ամեն ինչ մեկ հարթակում։ Glovo միասին համեղ է։ Մեր գործընկերն է Արարատ Coffee brand-ը։ Արարատ սուրճը ամենահայկական սուրճն է, որն իր համային հատկանիշներով կգոհացնի ամենակմահաճ հայ սրճասերին։ Այս սուրճն իրոք իր անվանը արժանի սուրճ է։ Այ հիմա հասկանում եք, թե ինչու Նոյը Արարատի վրա իջավ։ Հարցրեք ձեր մոտակա խանութներում եւ անպայման փորձեք ու մեզ կոմենտերում կարծիք գրեք։ Սիրում եմ այս մանկական չարաճճությունները։ Այո, ես այս արխիկները սուրճով նվիրում եմ Սուրենին եւ Մարգարիտային։ Ոնց որ մեկ ընտանիք է գնում, միշտ տարբեր հյուրեր են գնում, մեկ ընտանիք, մենք ունենք այստեղ unboxing անենք գեղեցիկ։ Վաու։ Ջազվե, բաժակ եւ եւ նոր սուրճ ունենք, նայեք, այս նոր iPhone-ային գույնով էս վերջին 17-ի Սուրճ 17 Pro Max-ը։ Երրորդ փուլ, կծանոթացնես երրորդ փուլի կանոնների։ Սիրով, երրորդ փուլում մեզ հյուր է գալիս կասկածելի հյուրը եւ Ով կապ ունի մասնակիցներից։ Մեր մրցակիցներից ցանկացածը, որը պատմություն է պատում կասկածելի հյուրի մասին, մենք պետք է գուշակենք, թե ում պատմությունն էր ճիշտ եւ կասկածելի հյուրը ում մոտ էր եկել, բայց կա այստեղ մի թաքնված թակարդ։ Կասկածելի հյուրը միգուցե ոչ ոքի մոտ էլ չի եկել եւ պարզապես պատահական անցորդ է։ Երրորդ փուլը, եթե հաղթում ենք 3 միավոր գալիս է մեզ, եթե սխալ ենք գուշակում, այդ 3 միավորը գնում է նրանց։ Եվ այստեղ կարող ենք հրավիրել կասկածելի հյուրի։ Շափարություններով կասկածելի հյուրում, Բարև ձեզ։ Ահա, լսենք, պատմեք, թե ով է մեր կասկածելի հյուրը։ Ծանոթացեք Ռիտանա, ընկերուհիս է, ու ինքը երբ գալիս է մեր տուն, ակնհայտ ցույց է տալիս, որ չի սիրում Սուրենին։ Իդեպ նորել։ Երբ գալիս է ձեր տուն, ակնհայտ ցույց է տալիս, որ Սուրենին չի սիրում։ Չի սիրում։ Դզեց, հիմա էլ է ցույց տալիս ակնհայտ, որ Սուրենին սիրում։ Ես եմ կարդում։ Ռիտանա, իմ ու Ռիտայի հեռախոսահամարները տարբերվում են մեկ նիշով։ Ու դրա պատճառով միշտ տարօրինակ առաջարկներ եմ ստանում։ Սուրեն։ Սուրեն։ Ատեսի մի հատ է անեմ նոր, էլի։ Օպա։ Շոու է, էլի։ Շատ ուժեղ։ Քանյա Ուեսթին տվիր անցար։ Ռիտանա, ինձ սովորացրել է ձևացնեմ, իբր լսում եմ մարդկանց անհետաքրքիր պատմությունները։ Այսինքն, եթե մարդիկ անհետաքրքիր պատմություն են քեզ պատում, դու ձևացնում ես, իբր լսում ես մինչև վերջ, բայց իրականում չես լսում։ Լավ, մենք գնանք մանգայի մոտ շուտով։ Ինքը օրինակ ձևացրեց, որ ինքը լսում էր քեզ։ Օ, անհետաքրքիր բան էի ասում։ Հասկացար։ Որոշ վիրավորվա, ոչ թե հասկացա։ Մագա ջան։ Այնտեղ ու դու էլ կմնաս։ Երբ որ գալիս է Ռիտան ձեր տուն, ինչով է, ինչից է հասկացնում, որ տանել չի կարողանում Սուրոյին։ Դե, հա, ի սկզբանե ինքը դեմ է եղել իմը Որ Սուրենին։ դուք միասին լինեք, հա։ Ինչ էր պատճառաբանում։ Ու ասում էր դե մեծ է քեզանից ավելի հարմար տեխնացուներ կան, այդքան ուզող ունես, հենց իրան պիտի ինտերես բան։ Ու միշտ գիտես ոնց պապիկի տեղ է դնում Սուրենին, հա։ Օրդորսորից Սուրոն իրան հետ պապիկի պես էլ պահում, հա։ Ջան։ Սուրոն իրան պապիկի պես է պահում։ Չէ, Սուրոն իրականում շատ սենց օպտիմալ թեթև մարդ է, տանն էլ դրսում էլ ընկերական հարաբերություններում է։ Հա, ինքը շատ թեթև է, ոնց տեսնում եք, բացարձակ պապիկի տեսք չունի, բայց ես իհարկե միշտ իրավիճակը փրկելու համար դե ճիշտ է, նու տենց կռիվներ չի լինում կամ ինչ որ բան, բայց դե ակնհայտ ի սկզբանե չէր սիրում, չի էլ սիրել ու մինչև հիմա էլ չի թաքցնում։ Բարևում, հա, որ գալիս է։ Հա, դե տենց բաներ, հա, բայց միշտ ասում էի, չէ, Բարև պապի ջան։ նախիրի մեջից էշի ճարդած, միշտ հիմա խեղճ մարդուս վիրավորվում է։ Ու իր ներկայությամբ, որ Սուրոն տունը չլինի, Սուրոյի թեման չի էլ բացում, բայց որ հենց Սուրոն տունն է, ինքը ասում էի, չէ։ Ինքը ուզում էր, որ դու ում հետ լինես։ Դե հենց հստակ մի տեխնացու չէր առաջադրում։ Բայց ում է ասել, մա զվյոզդերից ում է ասել, մեր հայտիներից հայ։ Ասա։ Ում հետ էր։ Ռոբ ինչ վատ տղա է։ Ես կցավը տալի, ես չհասակ։ Ռոբի հետ էր ուզում դու լինես։ Դուրժեմ ձերից ստարավ։ Ասում էր դե ուզողները Պապիկին թողես, մյուս պապիկին գыз։ Ջայլների մեջ նայեք։ Հարցեր։
Չէ։ Անսեն շնորհակալություն ես ո՞ր շատ մանրամասներ կար։ Շնորհակալություն Մարգարիտա Հարությունյան։ Ռոբերտ, Ռոբերտը։ անդադար քեզ զանգում է։ Ուրեմն Ռիտան, առաջարկեն։ Ռիտան, ախ Ռիտա, ուրեմն իմ եւ Ռիտայի հեռախոսահամարները իդեպ օգտվելով առիթից ասեմ, որ իմ եւ Ռիտայի հեռախոսահամարները Viva է, Viva Rita Roberto։ Մենք Viva-ի բաժանորդ ենք։ Viva-ի բաժանորդ ենք։ Ռիտասել։ Օգտվում ենք My Viva, չէ։ Մեկ նիշ տարբեր է, բնականաբար ես հիմա չեմ ուզում բարձրաձայնեմ Մի նիշ տարբեր է։ մի նիշ տարբեր է, այ եւ տարիներ շարունակ, մի 2-3 տարի շարունակ ես միշտ ստանում եմ տարօրինակ զանգեր, ասենք թե մի անգամ զանգում է գիշերը 2-ին առաքիչը, բարև ձեզ, ձեր կորսետը բերել եմ, ես հիմա հիշում եմ դեմքեր, ասում եմ ինչ կորսետ, ախպերես, ասում է ոնց կորսետ եք պատվիրել։ Ես կորսետ չեմ ուտում։ Չէ, դե ինքը սնունդի առաքիչ չէր, ժողովուրդ, սնունդի չէր։ Չգիտեմ ինչ էր գիշերվա կես։ Եղել է դեպ, որ զանգահարել են, եղել է դեպ, որ սա վերջինը ամենածիծաղելուն եմ ասում, ամենա, որ ինչեր եմ արել, էլի։ Եղել է դեպ, որ զանգել են բանից, ծաղկի խանութից, բարև ձեզ, դուք ծաղիկ ունեք, էլի։ Եկեք, ինչ ծաղիկ, ախպերս, հետո հասկացել ու ամենահետաքրքիրը, որ մի տղա է գրում ինձ, գրում է, խոսացնում է, արա ասում եմ, հասկանում եմ, որ էլի սխալվել են, էլի, գրում է, արա ասում եմ, լավ շփվեմ հետ։ Հետո Ասում եմ, շփվեմ, դե բնականաբար ես ոնց որ տղա լինելով հասկանում եմ, որ այնտեղից գալիս է խոսակցություններ, մի քիչ բնականաբար, Բնականաբար խոսում եմ։ Խաղեր տալիս ես մի քիչ։ Արա խաղեր տալիս եմ, արի լուճ ասում շատ, իքտել նենց մի քիչ սենց անվստահ ու բան տենց խոսացնող էր։ Հասարակ բան, բա հիմա ինչ ես անում, այսօր ինչ ես կերել, ինչ երաժշտություն, տենց շատ ինտիմ, ես էլ հակառակ ուզում եմ ավելի ինտիմ, տենց ավելի տես տեղ տանեմ, բայց որ մի անգամից չէ, որ կասկածի ինքը բան, բնականաբար չգնաց։ Երկար խոսացի այդ տղոյի հետ, շփվեցի, որ հետո հասկացի, որ սխալ բան։ Երկար ասելով ինքը մի օրվա մասին է խոսքը։ Երկար տարիներ չէ, այլ հետո ես կասկածելի երեկոյի շրջանակներում որ կպցել ես այդ տղան։ Կասկածելի երեկոյի շրջանակներում հասկացա, ես կարող եմ այս բարդում բերեմ կասկածելի հյուր։ Օ, բայց դու ինչ գիտեր որ թիվն ես խաղում։ Ապրես, ես ինձ որ զանգում էին առաքիչները, ծաղկի խանութի բաները, հարցնում է ժողովուրդ ջան, ինչ համարով եք զանգել։ Իրանք բարձրաձայնում են էսի ինչ համարը չի, արա ասում եմ, չէ, ախպերես, էսի համարն է։ Էլեն եղել դեպքեր էլ ինչ դեմքեր եղել։ Դեպքեր ցես մանր ուներ։ Էմոր ինքը ալո ռիտուլ։ Ասում ռիտուլը չի, ռոբուլն է, նա։ Գնանք խաչմերուկ։ Հավեցեք։ Եկեք։ Սուրջան, քո տարբերակը։ Դե տարբերակը նենց է, որ ինչի է ինձ Ռիտան սովորացրել այդ ամեն ինչը, որ լսեմ պատմությունները, թվա թե չեմ լսում։ Չլսեմ պատմությունները, թվա թե լսում եմ։ Որովհետև ինքը որ գալիս է մեր տուն ու սկսում է բոլոր պատմությունները յախքով իմ մասին, ինքը նաև արդեն մենք քանի տարի ամուսնացած ենք։ Հա դու այսինքն ուզում ես ասես համել մագայի պատմությունն է, ճիշտ։ Ես ուղղակի ես հիմա դու մեզ ինսինուացիան դրանում է։ Քո պատմի։ Դեսեք, Արդեն դե քանի որ զինելի ուժ։ Պալի տարեցի մագայում գերույթը։ Հետո Դե բերեք պետք է ասեմ չէ մի բան հիմա։ Ահա, իհարկե։ Իսկ մի հատ հարց էլի։ Հարցեր տա։ Լավ, եկեք ավելի լավ հարցը։ Չէ, չպատմի։ Ոնց ես անում, որ չես լսում մարդկանց։ Բայց տպավորություն լինի, որ Հիմա լսում կարաս չլսես ինձ մի հատ։ ես։ Բայց զգացվա, որ չես լսում։ Բայց դու հա։ Դե լավ չեմ սովորել, էլ բացվում ենք։ Մագան, բայց մագան։ Ռիտան։ Ռիտան։ Ինքը ինչ մասնագիտություն ունի։ Ռիտան Սուտասան է։ Ռիտան գիտեք ինչ է, անշնորհ։ Ինքը ինչ մասնագիտություն ունի, որ քեզ տենց խորհուրդներ է տալիս։ Լսի, Ռիտան ոչ թե իր մասնագիտությունից է գալիս, այլ ոնց որ իր մոտ էդի լավ է ստացվել միշտ։ Հա։ Ու զգացել է, որ ես իրոք վիրավորվում եմ, էլի, այդ որ գալիս եմ երթում ֆշշնում, մշշնում, հա։ Դու էլի մագայի պատմությունն ես պատմում։ Դե հիմա Հա։ հիմա տենց է եկել այս Բայց պատմությունը։ արի քո պատմության վրա կենտրոնանանք լավ։ Հայ իմ պատմությունը մենակ նրա մասին է, որ ինքն անհետաքրքիր քեզ բան են պատմում։ Անեք Դու որտեղից միշտ է, չէր կարողանում ոնց- լսել, մեկ էլ Ռիտան նկատեց ու ասեց ես ձև գիտեմ, որ դու չես լսում, բայց իբր լսում ես։
Այդ ձևը ո՞նց է։ Սենց պետք է անեմ անընդհատ։ Ո՞նց։ Իվաններ։ Ծիկերով էլի, ծիկերով։ Հասկացաք, ինքը պատմում, մի բան պատմի։ Անհետաքրքիր։ Անեկդոտ Բանը մար։ Չէ, անհետաքրքիր բան պետքա պատմենք։ Որ մա Ռոբը Հասկացաք։ Սենց պետք է անեմ անընդհատ։ Այդ լավ, բայց հեշտ է, բայց դե մի օրում կարող սովորացնել։ Դե ինքը մի օրում է Ես սովորացրել ասեմ է։ ավելի, ես հեսներ սովորեցի։ Հա, ես էլ։ Այդքան է։ Դե լավն է, Սուրեն ջան, իրոք լավն է, ապրես։ Ես մենք ես այսօր իրոք լավ են կարևոր կանչել։ Ինչ է կարծում։ Ռիտան մեր հյուրերից ում մոտ է եկել, որպես կասկածելի ու Ահավոր դժվար է կողմնորոշվելը, Գարիկ ջան, լուրջ, ասեք, ի սկզբանե դժվար էր կողմնորոշվելը, վերջում լրիվ խառնվեց իրար։ Մի խոսքով երկար բարակ չասեմ, ինձ թվում է Ռոբի ուրն է։ Ռոբի ուրնա։ Սա շատ ինտուիցիայով ասա, էլի կան։ Ես Ռոբինը, չէ, ինձ թվում է ավելի շատ մագայի հյուրն է։ Բայց մագան արդարանում էր նոր, էդի նուրբ նյուանս է։ Չէ, ոչ թե արդարանում է, այլ ուզում է ճիշտ Հələ նայ որ էլի արդարանում։ Մի քիչ հավատում եմ, որ մագայի հյուրն է, բայց քիչ էլի դեռ չի որ հավատում։ Քիչ մը։ Ես Ռիփսիմեի կողքին եմ ես որոշման առումով մենք կարծում ենք որ մագայի հյուրն է, որովհետև քո պատմությունը ինչքան էլ որ կարա քո հետ լինի, բայց տեխնիկապես համարյա անհնար է։ Լուրջ եմ ասում զանգել կանչել եմ, զանգել կանչել եմ 093-ով։ Չեն կարա նույն 093-19 ասում եմ ես աղջկա համարը գրեք։ Էլ չեմ ասի լավ։ Ասա։ Մագա։ Ասա։ Մենք կարծում ենք որ կասկածելի հյուրը եկել է մագայի մոտ։ Եվ այսպես լսենք կասկածելի հյուրը։ Հարգելի Ռիտա, հարգելի կասկածելի հյուր, ասեք դուք ում հետ մոտ եք եկել եւ ինչու։ Աներցին, եւ մի բան էլ ավելացնենք, կասկածելի հյուրը եկել է մագայի մոտ եւ զզվում է Սուրոյից։ Այդ կարևոր բան է, էլի, որովհետեւ որ բարձվի ճիշտ է, դա ամենաշատը է դա հավես։ Այո, կասկածելի հյուրը թող ներկանա նա ում մոտ է եկել, ինչ կապ ունի ընդհանրապես այս հաղորդաշարի հետ։ Ողջույն բոլորին, ես Ռիտան եմ։ Ես իհարկե կուզեի Ռոբի հեռախոսի համար ունենայի, բայց ես ոչ մեկի հետ կապ չունեմ։ Այո, մագաճան, Սուրոջան։ Արա դու լավ ֆորցերի տալա, այո։ Նա խնդրում եմ փաչվեք եթերում։ Հավայ, մտի։ Բայց կարենք ասենք ոչ մեկ հետ կապ չունի։ Շնորհակալություն եք հայտնում։ Եկեք շնորհակալություն ասենք կասկածելի Մի րոպե, հյուրին միջև գնալը, Ռիտա ջան։ եւ շնորհավորենք որ ոչ մեկի հետ կապ չունի։ Ռիտա ջան, մեր գործընկերոջ կողմից Գլովա ընկերությունը նվիրում է 30,000 դրամանոց քարտ։ Կարող ես 30,000 դրամի համեղ ինչ է սիրում ճաշակել։ Բուրգեր։ Բուրգեր, 30,000-ի բուրգեր։ Կեր եւ գնա հիվանդանոց։ Այդտեղ ավել դեղատան ամ։ Դեղատան այո, դեղատուն եկա։ Մի սենց ասեմ, մի 5,000-ը թող որ բուժվես։ Սիստեմայի բանի փող կթողես։ Բարձր սապարում ենք Ռիտային։ 5-3 հիանալի ամուսնական զույգ, ոչ պակաս հիանալի ամուսնական զույգ, բայց խաղի հաշիվը խոսում է իր փոխարեն։ Դե ինչ շնորհակալություն հետաքրքիր խաղի համար, շնորհակալություն Սելի հանդիսատես, Սելի հեռուստադիտող, Սելի on-line դիտողներ, կասկածելի երեկոների եթերում կհանդիպենք հաջորդ շաբաթ։